Բարի երեկո սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Առցանց առավոտի եթերում դեմ առ դեմ հաղորդաշարը, որը ինչպես գիտեք, ընթանում է բանավեճային ֆորմատով, բացի ինձնից այդ հաղորդմանը մասնակցում է եւս երկու բանախոս։ Եվ այսօրվա մեր երկու բանախոսներն են Transparency International կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Վարդան Օգտանյանը, շնորհակալություն, եւ Համագործակցություն հանուն ժողովրդավարության կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը, շնորհակալություն։ Ձեր հարցերը դուք կարող եք ուղարկել Facebook-յան էջով իմ գրառման տակ, ինչպես նաև Առավոտ AM կայքով, նույնպես այս համապատասխան գրառման տակ, որը որպես մեկնաբանություն։ Եվ այսօր մենք խոսելու ենք մի խնդրի մասին, որը հայաստանցիներից շատ-շատերին հուզում է, խնդիրը Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացումն է, ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանում, ինչ իրավական կամ չգիտեմ բարոյական եւ որևէ այլ օգնություն մենք կարող ենք ցուցաբերել այնտեղ մեր հայրենակիցներին եւ այստեղ նույնպես մեր քաղաքացիներին, որպեսզի այդ խնդիրը այդքան ծանր չնստի մեր վրա։ Եվ առաջի հարցս ես ուզում էի սկսեի հենց օլիմպիական խաղերից 80 թվականի օլիմպիադայի ժամանակ, եթե հիշում եք, Մոսկվայից 20 կիլոմետր ուրեմն շարավիղով մարդկանց հեռացնում էին այն մարդկանց, որոնք կարող էին կասկածելի լինել, որպեսզի այդ օլիմպիական խաղերը հանգիստ անցնեն։ Կարող է այսպիսի մի բան լինի նաև հիմա Ռուսաստանում, որ ավելի խաղաղ որ վիճակը լինի, ավելի խիստ, չգիտեմ, ավելի անվտանգ։ Այդպիսի բան կա թե չկա, որովհետև շատերը արտագնա աշխատողներից ասում են, որ հեսա օլիմպիադան կվերջանա եւ ամեն ինչ լավ կլինի։ Խնդրեմ։ Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, չգիտեմ, որ գոնե պաշտոնապես այդպես չի, բայց ես լսել եմ, օրինակ, որ ասենք այն չվերթները, որոնք իրականացվում են դեպի Ռուսաստան, այլ երկրներից եւ մասնավորապես դեպի Սոչի, շատ մանրակրկիտ զննվում է ուղեբեռները եւ եթե առաջ, ասենք, որոշակի ծավալի տարողությամբ հեղուկներ եւ ասենք փոքր, ասենք մկրատներ, ասենք եղունգների թույլատրվում էր, հիմա դա էլ պետք է լինի ուղեբեռում եւ ոչ թե ձեռքի այդ բեռում։ Այսքանը ես լսել եմ, դրանից ավել ինչ որ չնայած ես չեմ բացառում, որ ոչ պաշտոնական ձևով դա արվի, բայց այդպիսի տվյալներ անկեղծ ասած այսինքն որոշման տեսքով, պաշտոնական որոշման տեսքով ես չգիտեմ։ Ինչ վերաբերում է հետագայում խստացումներ կլինեն թե ոչ, ամենայն հավանականությամբ, եթե չհաշվենք այդ ձեր սկզբից որ նշեցիք միգրացիոն այդ օրենսդրության խստացումները, որը իհարկե կապված չի օլիմպիադայի հետ, այլ շարժառիթներ, դրդապատճառներ կան, եթե դա մի կողմ թողնենք, ինձ թվում է այլ տիպի խստացումներ, մասնավորապես նրանք, ովքեր տրանզիտ կամ կարճաժամկետ գործուղումներ են գնում Ռուսաստան, դժվար թե այդպիսի բան լինի։ Դրդապատճառները հենց միգրացիոն օրենքի օրենսդրության խստացմանը ձեզ է։ Իմ կարծիքով, եթե զուտ տրամաբանական նայենք իրավիճակին, ապա տերորիզմի սպառնալիքները գալիս են առաջերտին Հյուսիսային Կովկասից կամ Ռուսաստանում բնակվող մահմեդականներից։ Հյուսիսային Կովկասը իրենց քաղաքացիներն են։ Իրենց քաղաքացիներն են, այդ առումով ես չեմ կարծում, որ Հայաստանը, Վրաստանը կամ նույնիսկ Ադրբեջանը կամ Տաջիկստանը այդքան վտանգ են սպառնում, որովհետև այդ կենտրոնները Չեչնիայում են կամ հատկապես Դաղստանում։ Իմ կարծիքով ընդհանրապես նման օրենսդրություն Ռուսաստանում վաղուց էր հասունացել, դրա մասին խոսակցությունները գնում էին, այլ հարց, որ օլիմպիադայի հետ կապված գուցե արագացրել են, որպեսզի այդ խստացումները լինեն ավելի հեշտ եւ ունենան օրենսդրական հիմք։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե մենք նայում ենք Եվրոպայի կոնտեքստում ինչ է կատարում, ապա տեսնում ենք, որ նաեւ եվրոպական երկրներում այդ խստացումը գնում, նույն Շվեյցարիայում, չէ, հանրաքվե նոր տեղի ունեցավ, եւ դա վերաբերում է նույնիսկ եվրոպական միությունից եկող միգրանտներին,
հա, հենց Եվրոպական միությունն էլ տարբեր է լինում, հա, Լատվիան մի բան է, ասենք Ֆրանսիան մեկ այլ բան։ Չէ, հատկապես Ֆրանսիան, որտեղ մեծ քանակությամբ նույն իսլամիստներ են ապրում եւ նույն Անգլիայում, այսինքն խնդիրը վերաբերում է հենց այդ Եվրոմիությունում եկած միգրանտները նորից որ տեղաշարժվեն դեպի Շվեյցարիա, իմ կարծիքով այս խնդրը գլոբալ դրված է եւ խստացումները կգնան եւ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ եվրոպական երկրներում։ Մեր պաշտոնյաները ասում են, որ մենք կդիմենք կամ արդեն դիմել ենք ռուսաստանյան պաշտոնյաներին, որ մեր համար, հայերիս համար, որպես, չգիտեմ, աղբերներ, որպես ռազմավարական գործընկերներ մեզ լավ նայեն, մեզ համար բացառություններ եւ վերապահումներ հնարավոր է դա թե ոչ։ Գիտեք, երևի հնարավոր լինի, բայց այստեղ խնդիրը այլ է։ Նախ անդրադառնամ այդ դրդապատճառներին, ասում եմ, այստեղ առաջին հերթին տնտեսական դրդապատճառներ են։ Այսինքն հնարավորին չափ դժվարացնել այդ միգրանտներին, որտեղ գիտեք, որ Ռուսաստանում այդ արտահայտությունը շատ տարածում պանայեխլի тут всякий է, այդ բացասական շեշտադրումներով, իհարկե ոչ այնքան ինչ որ ազգայնագետ Բիրուլյովը եւ այլ այդ դեպքերը, ավելի շատ այն տնտեսական եւ քանի որ հիմա Ռուսաստանում տնտեսական վիճակը ինչքան ես տեղյակ եմ դեպի վատն է գնում, այսինքն եթե մենք հետևում ենք վերջին ժամանակները կտրուկ արժեզրկում է ռուբլին, դոլարի եւ եվրոյի նկատմամբ, այսինքն կարծես թե կան որոշակի խնդիրներ եւ քանի որ ամերիկյան տնտեսությունն էլ վերելքի ապրում եւ ինչ որ չափով այդ ճնշումը ինվեստիցիաներ ավելի գնում են դեպի Միացյալ Նահանգներ, դեպի Եվրամիություն սկսել է գնալ եւ իմիջիայլը ոչ միայն Ռուսաստան, նույն վիճակում Թուրքիան, Հնդկաստանը, Չինաստանն են հայտնվել դեպի վատը թե դեպի լավը։ Այո, դեպի վատը, դեպի, այսինքն ինչ որ ինվեստորները ավելի սկսում են վերադառնալ դեպի այն դասական երկրները Սրա հետ կապված կարծես թե ուզում են ինչ-որ միջոցներ ձեռնարկել ու այդ համատեքստում այնպես անել, որ հնարավորին չափ քիչ միգրանտ լինի։ Այստեղ իհարկե ես տեսնում եմ նաև քաղաքական բաղադրիչը, այն իմաստով, որ կարծես թե այդ պուտինյան, այդ իդեֆիքսը Եվրասիական միության, որպեսզի ավելի, այսպես ասած, կցեն, ավելի ուժեղացնեն այդ կախվածությունը, որ այ մեր պաշտոնյաները խնդրեն, ուրիշ պաշտոնյաներ, տաջիկ, ուզբեկ եւ կիրգիզ պաշտոնյաները խնդրեն, նրանք էլ պայման դնեն, դե որ խնդրում եք, ուրեմն եկեք այս արագացրեք մաքսային միության մեզնից արագ ոչ ոք չի անում դա։ Գիտեք, մեզնից արագ, բայց նաեւ մեզնից այդ արագը, ինչքան ես հասկանում եմ, մեզնից արագ մենք շատ արագ ենք անում նորից իմիտացիոն ձևով։ Այսինքն առանց հասկանալու ի վերջո այդ օրենքները եւ այդ ճանապարհային քարտեզը կատարելով մենք լավ հայտնվեցինք այս վիճակում մենք ինչ որ գոնե կարող ենք տնտեսապես օգտվել թե ոչ որովհետեւ այդ արագությունից վախեցնում ենք այն բանով որ մենք կարող ենք շատ ոչ շահավետ վիճակում ենք տնտեսական օրինակ այդ մաքսատուրքերի բարձր որոշակի ասենք ապրանքների վրա մաքսատուրքերի բարձր լինելու պատճառով շատ լուրջ տուժի, ասենք, այլ երկրների հետ առևտուրը։ Արդյոք այս ամենը հաշվի առնում, թե ոչ։ Եվ այդ միգրացիոն, նաև քաղաքական բաղադրիչն եմ ես տեսնում, նույն, ասենք, ուկրաինական միգրանտների, մոլդավական, վրացի միգրանտ, այսինքն խստացնելով փորձել ինչ որտեղ պարտադրել իրենց քաղաքականությունը եւ նաև փորձել, որտեղ կա այդպիսի մոտեցում, որ այդ աշխատատեղերը իրենց գործազուրկները զբաղեցնեն, որտեղ 90 օր եթե դու գնում ես, հետո իմաստ չունի 90 օր վերադառնալ։ Այդ դեպքում այդ 90 օր գնալը անիմաստ է դառնում։ Լավ, պարզ է, քաղաքականը պարզ, բայց տնտեսականը արդյոք Ռուսաստանը դեմոգրաֆիական խնդիր չունի եւ արդյոք դա կարիք չունի աշխատողների Այսինքն ամբողջ աշխատատեղերը, չգիտեմ, փողոցները, ավլողները, չգիտեմ, բեռնակիրները եւ այլն ինչա, ռուսներն են աշխատելու տաջիկների եւ ուզբեկների փոխարեն։ Ну, Ռուսաստանում ըստ որոշ տվյալների 10 միլիոնից ավել անօրինական միգրանտներ կան եւ նաեւ կան բազմաթիվ օրինական միգրանտներ, փողոցների թիվն էլ դեմոգրաֆիայի ճգնաժամի հետ փոքրանում են, քչանում են, հենց որ ինձ թվում է, որ այդ խնդիրը այդքան սուր կանգնած չի, փողոցները մաքրողներ միշտ կգտնվեն, առավելևս որ տնտեսության որոշակի
նվազում է արձանագրվում, ինձ թվում է այստեղ քաղաքական խնդիրը ավելի դոմինանտ է եւ իրոք այդ ճնշման մեխանիզմը գոյություն ունի նաև Ուկրաինայի վրա, նաև Բելարուսի եւ մյուսների եւ ինձ թվում է դա երևի ավելի գերազանցել է, քան այդ տնտեսական խնդիրը։ Ինչ որ Վարուժանին հարցրեցի, կարող են որոշակի բացառություններ, որոշակի վերապահումներ արվեն տարբեր բարեկամ եւ ոչ այնքան բարեկամ պետությունների նկատմամբ։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը այնքան էլ օրինական երկիր չէ, նույն այդ միգրանտների հետ կապված կա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրությունը, որին միացել է նաև Ռուսաստանը, որտեղ կոլեկտիվ արտաքսումները արգելվում է, բայց մենք տեսնում ենք արդեն բավականին երկար ժամանակ ինքնաթիռներ են նստացնում, գնացներ են նստացնում եւ այդ արտաքսումը տեղի ունենում։ Եվ մենք հիշում ենք նույն 2008 թվականին Վրաստանի պատերազմի ժամանակ Ռուսաստանում վրացիների նկատմամբ ինչ նեգատիվ վերաբերմունքներ եղավ, նույնիսկ դպրոցներն էին մտնում վրացի աշակերտներին որոշակի ճնշումների ենթարկում, կամ նույնը մենք հիշում ենք Տաջիկստանի հետ նախանցած տարի, երբ որ խնդիրներ առաջացավ Էմամոլի Ռախմոնի հետ, չէ, ասենք տաջիկների նկատմամբ արդեն հատուկ վերաբերմունք դրսևորվեց, ապա Ռուսաստանը, քանի որ այդքան օրենքով չի ինքը կարգավորում իր հարաբերությունները, նման վերաբերմունքներ իհարկե կարող են լինել, տարբերակված մոտեցումներ իհարկե կլինեն եւ տարբերակված թե ոչ օրենքով տարբերակված։ Ես նշեցի, որ օրենքով արտաքսումներ կոլեկտիվ արգելված է կոնվենցիայով, որին միացել է Ռուսաստանը։ Այդ առումով իհարկե այդ տարբերակված մոտեցումներ ոչ օրինական ձևով կարող են տեղի ունենալ։ Կոռուպցիայի վերաբերյալ, հա, արդեն Ստեփանը այդ թեման բացեց, ադրբեջանցի ենթադրենք շուկայի տերը, հա, որը Ռուսաստանի քաղաքացի է, կանչում է իր բարեկամներին, հարևաններին, ընկերներին Ադրբեջանից, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են, որպեսզի նրանք այնտեղ աշխատեն, ենթադրենք, նույնը հայ է կամ տաջիկը, հա, եւ երբ գալիս են միգրացիոն ծառայությունները, նա պարզապես կաշառք է տալիս իր անօրինական աշխատողներին թաքցնելու հնարավոր բան է, այսինքն այս խստացումները կփոխեն որևէ բան, թե չեն փոխի։ Դեք ոնց ցանկացած եթե երկիրը կոռումպացված է, Ռուսաստանը կոռումպացված է, նույնիսկ եթե նայում ենք կոռուպցիային կալման համատվով Transparency International նույնիսկ ավելի քան թե Հայաստանը, այդպիսի կոռումպացված երկրում միշտ ինչ որ խստացումը բերում է նաև սողանցիների, այսինքն ավելի այսպես ասած ստեղծագործ մոտեցում, ինչպես այդ խստացումը շրջանցել եւ ես վստահ եմ, որ կգտնվեն այդպիսի ճանապարհներ, բացարձակ վստահ եմ եւ ոչ միայն ադրբեջանցի, եւ հայ, եւ ուզբեկ, եւ տաջիկ այդ միգրանտները կկարողանան ինչ որ ձևով խուսափել դրանից, այնպես որ եթե նայում ենք կոռուպցիայի այդ ֆակտորին, ապա ինչպես կար, այնպես էլ ինձ մեկը մնա, այսինքն եթե կոռուպցիոն ինչ որ տարբերակներ լինեն, բնականաբար, այսինքն ոչ թե եթե այլ կլինեն եւ բնականաբար դա կօգտագործվի։ Ես ճիշտ հասկացա Վարուժան ձեր միտքը, որ օրենքների խստացումը բերում է կոռուպցիայի բարձրացմանը։ Խստանալը, չասեմ, բերում է աճին կոռուպցիայի, բայց վստահաբար չի նվազեցնում։ Այսինքն օրենքների խստանալը հանգեցնում է ոչ թե կոռուպցիայի նվազման կամ ասենք հասարակության իշխանությունների կողմից ինչ որ ավելի կարգապահ լինելուն, ավելի քիչ կոռումպացված լինելուն, այլ նրանք սկսում են մտածել ինչ նոր ճանապարհներ գտնեն, որպեսզի շրջանցեն դա։ Եվ այստեղ ես իհարկե չեմ ասում, որ անպայման կաճի կոռուպցիան, բայց այսպես ասած եւ հասարակության դժբախտաբար եւ իշխանությունների, ասենք իշխանությունների ներկայացուցիչների, չինովնիկների, այսպես ասած գլխավոր նպատակ այդ դեպքում այդ համակարգային կոռուպցիայի երկրներում դառնում է ոչ թե փորձել, այսինքն ոչ թե իրենք վախենում են եւ փորձում են իրենց ախորժակները սահմանափակել, այլ փորձել նոր ճանապարհներ գտնել։ Իհարկե դա չի նշանակում, որ դրա արդյունքում կոռուպցիան կաճի։ Կարող է եւ այդպիսի, ասենք, ճանապարհներ դժվար լինեն, շատ վտանգավոր լինեն եւ որոշ դեպքերում եղել են օրինակներ, որ այդպիսի խստացումները, ասենք, բերել են որոշակի նվազման կոռուպցիայի, ասենք, ինչ որ Բելարուսում այդպես եղավ 2000-ականի կեսերին։
բայց էական լավացում, այսինքն որակական փոփոխության իհարկե չի բերի։ Բայց այստեղ ես կուզենայի մի այլ ասպեկտի կոռուպցիայի ուշադրությունը հրավիրել, դա ավելի շուտ ես կասեի քաղաքական կոռուպցիայի պահն է, նույնիսկ ես ավելի գեոքաղաքական, երբ որ դու փաստորեն քո դիրքը, քո առավելությունը, որ ասենք մեր աղքատության, այս ծանր պայմանները, նույն չքավորության, նույն տաջիկների, Տաջիկստանի կամ Կիրգիզիայի մյուսների դեպքում, փաստորեն գտնվելով այդպիսի ոչ շահավետ վիճակում Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը օգտագործելով դա ոնց որ չարաշահում է ստանալու քաղաքական դիվիդենդներ։ Այսա նույնպես քաղաքական կոռուպցիայի մի օրինակ է, երբ որ փաստորեն ոչ թե այսպես գործընկերոջ դիրքորոշում ընդունելով օգնել այդ երկիրը, եթե նա քո դաշնակիցն է առավել ևս ոտի կանգնացնել, այլ օգտագործել այդ թուլությունը, չքավորությունը, աղքատությունը եւ ավելի չարաշահելով դա ավելի թուլացնել եւ լրացուցիչ օգուտներ ստանալը։ Սա իսկապես պետք է այս ասպեկտի վրա ուշադրություն դարձնել։ Ռուսաստանը հետեւաբար շահագրգռված է, որ մենք չքավոր լինենք, հա։ Չեմ կարող ասել շահագրգռված է թե չէ, բայց համենայն դեպս ես չեմ համաձայնի Վարուժանի ձևակերպման հետ քաղաքական կոռուպցիայի մասով, որտեղ ես դա կանվանել ոչ թե քաղաքական կոռուպցիա, դա կանվանել ուղղակի արտաքին քաղաքականություն։ Աշխարհի ստեղծման սկզբման օրվանից, երբ որ առաջացել են պետությունները, յուրաքանչյուր պետություն փորձում է օգտագործել իր դիրքը եւ ազդել մյուս դիրքի երկրի վրա, եթե ունի այդ ազդեցության լծակները, եւ դա էական չէ, երկրները ժողովրդական են, թե ժողովրդական չեն, այդ ամենտեղ ժողովրդավարական են, թե չէ, նույն Ամերիկայի քաղաքականությունը, Լատինական Ամերիկայի նկատմամբ ժողովրդական եւ ժողովրդավարական, Եվրոպայի քաղաքականությունը, Աֆրիկայում, Ասիայում եւ այլն, եւ դեռ նույնիսկ ոչ թե նման ձևի են վարվում, այլ նաև ուղղակի ռեպրեսիաներ, կոտորածներ, զորքի մուտք եւ այլն, ինչ-որ հանքերի համար, ինչ-որ բնական ռեսուրսների համար, սա ցավոք սրտի աշխարհի կարգն է, քաղաքականությունն է դա։ Ինչ վերաբերվում է կոռուպցիային, գիտեք ինչ, կոռուպցիայի իհարկե կարող է լինել, կարող է գները բարձրանան, բայց մի բան է պետական կաշառքի գները։ Հա, կաշառքի գներ, բայց մի բան է պետական քաղաքականություն, որը երբ որ պետության համար դա անհրաժեշտ է, դա կատարվում է։ Պատկերացրեք, երբ որ նախ վերահսկողությունը կատարում է սահմանում, չէ, սահմանի վրա, երբ որտեղ գրում է ով է, քանի ամիս է, պատմությունը մի քանի տարվա է այդ մարդկանց կա եւ սահմանապահներ կա, ով որ ընդունում է, թե չէ, չի թվում, որ ինչ-որ սահմանապահներ փողով մարդկանց թողեն, թե չէ, երբ որ դա արձանագրվում է, չէ, բազայում։ Երկրորդը նույն վերցրենք այն խոշոր գործարարները, որոնք իրենք կվախենան, նույն Տաշիրի դեպքը, չէ, այդ մինչև սեպտեմբերի 3-ը նույն վարորդի հետ կապված դեպքից հետո, երբ որ նույնիսկ Տաշիրի ամբողջ այդ ցանցը Ռուսաստանում առանց վարորդներ էր մնացել, որովհետև վարորդները հայեր էին, լուրջ խնդրի առաջ կանգնեցին։ Եվ այդ մարդիկ չեն գնա նման խախտումների, հաշվի առնելով, թե իրենք ինչ ունեն, ինչ կարող են կորցնել։ Այսինքն, երբ որ գնում է պետական քաղաքականություն, հիմնականում դա կատարվում է։ Այսինքն կատարվում է այն, ինչ որ պետությունը ուզում է։ Այո, բնականաբար, եւ նույնիսկ Հայաստանի նման կոռումպացված երկրում, եթե պետական անհրաժեշտությունը եւ քաղաքականությունը, ես կարծում եմ դա կատարվում է որոշումները։ Դուք ինչ որ համաձայն չեք։ Ես ուղղակի չէ, ուզում եի որոշ ճշտում մտցնել։ Ստեփանը ասեց, դա արտաքին քաղաքականություն է։ Եթե մենք ընդունում ենք, որ եթե այդպես ենք ասում, դա նշանակում է, որ Ռուսաստանը գիտակցված ձևով այդպիսի արտաքին քաղաքականություն է վարում, թուլացնելու Հայաստանը կամ Տաջիկստան այդ երկրները։ Կախվածության մեջ դնելու ավելի գիտակցված ձևով, այսինքն էլ ավելի թուլացնելու իր ռազմական դաշնակիցներին եւ այլն։ Իհարկե։ Ես այսպես ասեմ, ես չեմ կարող միանշանակ ասել, որ դա այդպես է։ Չի բացառվում, որ այդ ամենը իրենց եթե նրանք ունեն ինչ-որ կոնցեպցիա, արտաքին քաղաքական ինչ-որ դոկտրինա, եւ այդ դոկտրինան իսկապես բերում է, այսպես այդպես բխում է, որ պետք է Հայաստանը այսպես թուլացվի եւ այսինքն չի բացառվում, ես հենց դա նկատի ունեի, որ
այստեղ այլ նպատակ, զուտ տնտեսական նպատակ հետապնդելով, նույնիսկ արտաքին քաղաքական հարցերի վրա չեն մտածել։ Ու դրա արդյունքում փաստորեն առաջանա այդպիսի ոչ թե ասենք կոնկրետ ասենք Ռուսաստանի օգտվելը քաղաքական դիվիդենդների, այլ ավելի շատ որոշակի պաշտոնյաներ, ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ ստանան դրանից ինչ որ օգուտներ։ Ես սա նկատի ունեի։ Ձևակերպումը փոխենք, հա, ոչ թե ռուս պաշտոնյաներ, այլ խոսրոր ռուսական կամպանիաները, հա, որոնք նաև ավելի շատ դեպքերում ավելի բարձր են, քան պետական շահը եւ նույնը կար նաև չէ, երբ որ ասում են BP, British Petroleum-ի շահերը ավելի բարձր են, քան Բրիտանիայի շահերը եւ General Motors-ը եւ այլն։ Բացատրեք, ասեն Rosneft-ը ինչով է շահում, որ հայերը կամ տաջիկները այնտեղ չեն գնում։ Ինչն է նրանց շահը։ Տվյալ դեպքում ես կարծում եմ սա պետական քաղաքականություն է եւ ես հակված չեմ որևէ մեկին, այդ թվում նաեւ Ռուսաստանին մեղադրել որպես գլխավոր պատճառ Հայաստանի թուլացման։ Հայաստանի մասնավորապես Հայաստանի թուլացման պատճառը Հայաստանի իշխանություններն են, որոնք ոտնահարում են մարդկանց շահերը, որոնք շատ մանիպուլյացիաների եւ հանցագործ տնտեսական շահեր են հետապնդում, որը մենք բոլորս տեսնում ենք ամեն օր, եւ որոնք հաշվետու չեն հասարակությանը, չկա դատական համակարգ եւ այլն։ Այսինքն Հայաստանը թուլացնում է առաջի հերթին Հայաստանի իշխանությունը, եւ եթե Հայաստանի իշխանությունը իր երկրի ապագային իր ժողովրդին այդպես է վերաբերվում, ապա մյուսներից մենք ինչու պետք է բողոքենք։ Այսինքն դրա հետ կարծես թե համաձայն եք, եթե ավելի քիչ հայեր գնան Ռուսաստան, ավելի քիչ տրանսֆերներ կգան Հայաստան եւ մեր վիճակը ավելի կվատանա, այդպիսի բան կա պատճառը հետևանքային։ Գիտեք, եթե ճիշտ հետևություն չեն անում իշխանությունները, այսինքն այդ խստացումը եղավ բնականաբար Ռուսաստանը, չգիտեմ իսկապես ինչպես Ստեփանն է ասում, ինչ-որ քաղաքական նպատակ կար, որ թուլացնել այս երկրները, թե ոչ, ես չեմ կարող միանշանակ ասել այո կամ ոչ, թե սա զուտ տնտեսական է, Ռուսաստանի ինչ-որ տնտեսական խնդիրներ լուծելու, սա մի հարցի մի կողմն է։ Կա մեկ այլ ասպեկտ այս հարցի։ Շատ լավ, իրենք ընդունեցին այսպիսի խստացումներ միգրացիոն քաղաքականության։ Ինչպես պետք է ուրեմն ռեակցիան լինի Հայաստանի եւ այս տիպի երկրների։ Առաջին հայացքից, այսինքն այսպես ասենք ռեակտիվ մոտեցումը, ոչ թե պրոակտիվ, նաեւ որ ասում են եկեք մեղմացնեք, խնդրենք նրանց որ մեղմացնենք։ Բայց ավելի հասուն, ավելի այսպես ասած նախաձեռնող, ավելի խելոք մոտեցումը կլիներ փորձել այդ խնդիրը այլ կերպ լուծել, այսինքն փորձել տեսնել ինչպես անել, որպեսզի երկիրը իսկապես այնպիսի հնարավորություններ ստեղծի մարդկանց համար, որ այդ մարդիկ չգնան, ստիպված չլինեն գնալ։ Սա ինձ թվում է արդեն հարցի այլ կողմն է, այսինքն եթե դու ունես այսպիսի խնդիր եւ այդպիսի քաղաքականությամբ սահմանափակվում է միգրացիան դեպի Ռուսաստան, հետեւաբար տրանսֆերներն են սահմանափակվում, փորձի ուժեղացնել ներսից, այսինքն ստեղծել նորմալ պետություն, ինչպես Ստեփանը ասեց, այժմ մենք չունենք այդպիսի պետություն եւ դժբախտաբար ես ինչպես տեսնում եմ, այո, մեր մոտ փորձում են ուղղակի այսպես խնդրելով, համոզելով Ռուսաստանին, որ նա վերանայի իր մոտեցումը, այսինքն չկա այն ես համաձայն եմ, որ երկարաժամկետ այդպիսի ծրագիր է պետք, որ վաղը դա չի լինի, բայց արդեն ինչ-որ ռազմավարական մտածելով եւ ինչ-որ քայլեր անելով աշճանաբար թուլացնել այդ կախվածությունն այդ տրանսֆերներից, այդ միգրացիայից։ Ես անձամբ դա չեմ տեսնում եւ սա արդեն Հայաստանի կոռումպացվածության արդեն խնդիրն է, նաեւ ոչ միայն կոռուպցիան եւ շատ այլ պատճառներ կան, որոնք բերում են, որ Հայաստանը այս իրավիճակի, ինչքան ես հասկացա, մեր պաշտոնատար անձանց ռեակցիան եղավ այն, որ փորձենք ռուսներին համոզել, որ մեզ բացառության կարգով, այսպես ասած, լավ նայեն, որը ես անձամբ չէի համարի այս պարագայում ճիշտ լուծում, բայց մյուս կողմից իհարկե
սպասել, որ կլինեն ռադիկալ լուծումներ, ես այդ հույսերը չունեմ։ Քանի որ չկան, չէ, այսինքն մենք լիահույս չենք, որ մեր արտագաղթը, բոլոր պատճառները, որոնք ծնում են արտագաղթը եւ բուն արտագաղթը, ուրեմն կդադարի, հնարավոր է, որ արտագաղթի ստրուկտուրան փոխվի, այսինքն Ռուսաստան չեն թողնում, բայց պետք է ասել, որ մենք ռուսերեն կարող ենք խոսել, իսկ անգլերեն երևի կամ չգիտեմ, չինարեն ավելի քիչ։ Այնուամենայնիվ մեր արտագնա աշխատողները փնտրեն այլ շուկաներ։ Այլ շուկաներ փնտրելը բավականին դժվար է, Եվրոպայում գնալը բավականին խնդրահարույց է, այնտեղ կարան գնան այլ տիպի մարդիկ, այլ տիպի կրթություն ունեցող, իհարկե լինում են եւ այնպես են գնում, բայց դա համենայն դեպս ավելի դժվար է, չէ՞, վիզաներ ստանալ, սահմանը անցնել եւ այլն։ Այդ առումով ինձ թվում է Ռուսաստան չգնալու դեպքում շատերը կմնան Հայաստանում եւ դա կլարի այն էլ լարված իրավիճակը Հայաստանում եւ գարնանը սպասվող սրացումները նոր, ասենք, վառելանյութ կստանան, որպեսզի ավելի դա բոցը բարձր լինի։ Դա դրական process է, տևացած։ Դες դա դրական եմ համարում, որովհետև ինչպես Վարուժան ասեց, մենք չենք տեսնում մի իշխանություն, որը լուծում է խնդիրները, այլ մենք տեսնում ենք մի իշխանություն, որը խորացնում է այդ լուծումները։ Եվ այդտեղ պետք է հիշել թե Հիսուսի խոսքերը, որ ասում է ինչ անում եք, բայց արեք, հա, այսինքն եթե լինելու է այդ պայծությունը, թող այդ պայծությունը արագ լինի եւ ինչ որ հանգուցալուծում ստանա։ Այդ առումով ես դա դրական եմ համարում։ Դուք եք կանխատեսում պայթյուն։ Դժվարում եմ ասել, գիտեք, ես նույնիսկ այդքան օպտիմիստ չեմ։ Ոչ, ես այլ պայթյուն կարող եմ նույնիսկ կանխատեսեմ, որ պայթյուն, որ պահանջին Ռուսաստանի գուբերնիա։ Այսինքն Ռուսաստանը չի ընդունի, ինչի հավասար պայմաններում գուբերնիա։ Գիտեք ոնց, ասենք եթե այդ մարդիկ հետ չեն կարող գնալ, բայց տարիներով աշխատել են Ռուսաստանում, նրանց մոտ շատ հավանական է, որ առաջանա այնպիսի մի մտայնություն, որ այ մենք երևի մեզ վատ պահեցինք, դրա համար այսպիսի բաներ մեզ չընթառաջեցին ու փողոց դուրս գան ու սկսեն պահանջել էլ ավելի մեծ զիջումներ, էլ ավելի մեծ հավատարմություն Ռուսաստանին։ Այսպիսի բան էլ կարող է լինել, ես չեմ բացառում դա։ Չէ, դա այդ պահանջները դնում է հենց այսօրվա իշխանությունը, նախագահը եւ վարչապետը, որոնք արագացված տեմպերով այդ գումերնիա դանալու process-ը տանում են, այն հույսով, որ Ռուսաստանը իրենց կարտ բլանշ կտա եւ իրենք կունենան հետագայում իշխանություն, մենք դա բոլորս հասկանում ենք եւ համարում ենք շահագրգռված մարդիկ հետ իշխանությունն, այսինքն իշխանությունից պահանջել մի բան, որը ինքն է անում, արդեն абսուրդ է։ Ինձ թվում է այդ մարդիկ, որ եթե դուրս գան փողոց, իրանք ուղղակի իշխանությունից պահանջելու են ինչ-որ բաներ, բայց ոչ թե արտաքին քաղաքականության վերաբերող, այլ սոցիալական խնդիրների հաց, արդարություն եւ այլն։ Հա Չգիտեմ, լավ, շնորհակալություն, մեր ժամանակը սպառվեց, շնորհակալ եմ ես զրույցին մասնակցելու համար, ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներն էին Transparency International հայաստանյան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Վարուժան Օկտանյանը եւ համագործակցություն հանուն ժողովրդավարության կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը։ Սիրելի բարեկամներ, մեր ժամանակը սպառվեց, ըստ երևույթին հաջորդ անգամ մենք կհանդիպենք 5 շաբթի օրը։ Տեսություն։